Նյումեգը վերածնունդ հիմնադրամի հետ շարունակում է գիրք նվիրել Book Donation նախաձեռնությամբ։ Այս անգամ նոր ու ժամանակակից գրքերը հասան աշտարակ։ Գրադարանները ժամանակակից բովանդակությամբ համալրելու շարքը հիմնադրամն ու հրատարակչությունը սկսել են Վայքի համայնքային գրադարանից։ Նախաձեռնության շնորհիվ աշտարակի գրադարանը եւս համալրվեց 500 գրքով արդի բազմաժանր ու հետաքրքիր գրականությամբ, որը հասանելի կլինի թե մեծահասակ ընթերցողների, թե փոքրերի համար։ Եվ Նյումեգ հրատարակչության եւ վերածնունդ հիմնադրամի համար շատ կարեւոր է մեր համայնքներում զարգացնելը մարդկանց վերաբերմունքը, ժամանակակից գրականության հանդեպ կիրթ, բարեկիրթ վերաբերմունքը, որ եղել է, մենք գրքի ժողովուրդ ենք։ Մենք սիրել եւ պաշտել են գիրքը եւ այսօր Նյումեգ հրատարակչությունը արդեն 6-րդ համայնքում է ներկայացնում 500 անուն գիրք, որպեսզի եւ պատանիները, եւ երիտասարդները, եւ ընտանիքները կարողանան համախմբվել գրքի շուրջ։ Ծրագիրը մեկնարկել էր մոտ 1 տարի առաջ եւ շարունակվում է տարբեր համայնքներում։ Գաղափարը պարզ է, բայց ազդեցիկ։ Խթանել ընթերցանությունը համայնքներում գրադարանը վերածելով կենթանի մշակութային օջախի։ Մեր մոտ հիմնական հարցը, որ առաջացավ, արդյոք համայնքներում իսկապես կա անհրաժեշտություն այդ գրքերի եւ համայնքապետերի հետ խոսելու ընթացքում ես հաճելիորեն զարմացած էի, երբ որ իմացա, որ իրական բավական ակտիվ են համայնքային գրադարանները, ընթերցողներ կան։ Մեր գրադարանները իրոք ունեին գրքերի կարիք եւ ինձ թվում է, որ այս գրքերը նոր հնարավորություն են մեր համայնքի պատանիների եւ երիտասարդների համար։ Անմիջապես ես ձեռքերի մեջ զգալու ֆիզիկապես գիրքը։ Վերածնունդ հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանի խոսքով գրադարանների վերազինումն ուղղակի ներդրում է համայնքային կրթական եւ մշակութային զարգացման մեջ։ Սեփական փորձից ելնելով նաեւ ընդգծեց, որ գրքերը կարող են կյանքեր փոխել։ Ես համոզված եմ, որ անգամ մեկ գիրքը կարող է մարդու կյանք փոխել, իսկ բնականաբար 200 անուն 500 գիրքը ինչքան շատ ավելի հնարավորություն ունի մարդկանց կյանքեր փոխելու։ Միջոցառման ավարտին աշտարակի համայնքն իր երախտագիտությունը հայտնեց նախաձեռնության հեղինակներին նաև շնորհակալագրերով։ Վերածնունդ հիմնադրամի աջակցությամբ սա երկրորդ գրքանվիրատվությունն է։ Գրքի ճամփորդությունը շարունակվում է, հաջորդ կանգառը եւս համայնքային գրադարան է։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։